Ճակատամարտից հետո Տիգրանի տերությունը սկսեց մասնատվել։ Մինչ մայրաքաղաքի անկումը Տիգրանին դավաճանեցին Կորդուքը եւ Ծոպքի թագավորությունը։ Արդեն ճակատամարտից հետո ասորիքից հեռացավ հայկական կուսակալ Բագարատը եւ Լուկուլոսը ասորիքի գահը հանձնեց իր ենթակա Անտիոքոս Ասիացուն։ Լուկուլոսին հպատակություն հայտնեց նաեւ Կոմագենեի Անտիոքոս իշխանը։ Ծովից ծով հայքը մեկ ճակատամարտի արդյունքում բաժանվեց երկու մասի։ Ճակատամարտից հետո Տիգրան մեծը հուսալքված էր։ 25 տարվա նվաճումների ընթացքում պարտություն չկրած եւ բազմաթիվ պետություններ գրաված արքայից արքան պարտվել էր հռոմեական մի զորավարի առաջին իսկ ճակատամարտում։ Ի վերջո համակերպվելով ճակատագրի հետ Տիգրանը դիմավորեց իր զորակից եւ աներ Միհրդադ եւ Պատորին, որը լինելով փորձառու ստրատեգ, առաջին հերթին Տիգրանին խորհուրդ տվեց դեսպան ուղարկել Պարթևստանի թագավոր Հրահադգեի մոտ։ Հիշեցնենք, որ Հրահադգեի հորեղբայրը Գոդերց առաջինը նվաստացուցիչ պարտություն էր կրել Տիգրանից, կորցնելով տարածքների մի մասը եւ արքայից արքա Տիտղոսը։ Հավանական էր, որ պարթևները իմանալով Տիգրանակերտի պարտության մասին կարող էին հարվածել թիկունքից։ Այդ իսկ պատճառով Տիգրանը դեսպաններ ուղարկեց Պարթև թագավորի մոտ, առաջարկելով նրան դաշինք եւ գրավված տարածքների վերադարձ։ Խորամանկ Հրահատը համաձայնվեց, պնդելով, որ պարթևները նեյտրալիտետ կպահպանեն, սակայն միաժամանակ ընդունեց հռոմեացի դեսպանին։ Հասկանալով պահի կարևորությունը Լուկուլոսը եւս դեսպաներ ուղարկել պարթևների մոտ իր զորավար Սեքստիլիուսին, դաշնություն կնքելու առաջարկով։ Սակայն ռազմական գործչի համբավ ունեցող Սեքստիլիուսը պարթևների կողմից ընդունվեց որպես լրտես եւ հետ վերադարձավ ասորիք։ Տիգրանը այսպիսով պաշտպանեց իր թիկունքը անսպասելի հարձակումներից եւ անմիջապես սկսեց զորահավաք։ Զորահավաքը կատարում էր փորձառու Միհրդադ եւ Պատորը, որը բաժանեց հավաքված զորքը հռոմեական օրինակով վաշտերի եւ ջոկատների։ Հավաքված բանակի մեջ բացի հայերից հիշատակվում են նաեւ դաշնակից իբերները, մարդերը եւ մեդացիները, ատրպատած թագավոր Միհրդադի գլխավորությամբ, որը Տիգրանի փեսան էր եւ հավատարիմ դաշնակիցը։ Հավաքագրված զորքերի քանակի մասին տվյալներ տալիս է Կուրտի Էքհարդը, ըստ որի հավաքված հայկական զորքերի քանակը չէր գերազանցում 60,000-ը։ 68 թվականի գարնան վերջերին, տեսնելով, որ Տիգրանը չի ցանկանում հաշտվել եւ կամ կռիվ տալ, Լուկուլոսը որոշեց ասպատակել հյուսիսային հայքը, ինչպես նաեւ սպառնալ մայրաքաղաք Արտաշատին։ Նրա նպատակն էր վերջնականապես ջախջախել Տիգրանին եւ կնքել վասալային հաշտություն։ Զորահավաքին զուգահեռ Միհրդատը եւ Տիգրանը նախագծում էին նաեւ նոր ռազմավարություն Հռոմի դեմ։ Որոշվեց քաշելով հռոմեական զորքերը երկրի խորքեր, բարդացնել նրանց պարենավորման գործը եւ արագաշարժ նետաձիգ հեծելազորի հարձակումներով ուժասպառանել թշնամուն։ Կարևոր էր նաև խուսափել հետևակային զորքերով ձեռնակռվի բռնվելուց, քանզի հռոմեական տակտիկան անհաղթելի էր այդ պայմաններում։ Համաձայն ծրագրի Միհրդատը եւ Տիգրանը գլխավորելով առանձին հեծելագնդեր բարդացրեցին հռոմեական զորքի առաջխաղացումը դեպի Արտաշատ, կտրելով թշնամու պարենավորումը եւ կատարելով պարտիզանական հարձակումներ։ Ըստ Մանանդյանի, հռոմեական զորքը 250 կիլոմետր համեմատաբար փոքր տարածությունը հաղթահարեց ավելի քան 3 ամսում, ինչը խոսում է Տիգրանի այս մարտավարության արդյունավետության մասին։ Տիգրանակերտի համեմատ այս արշավանքի ժամանակ Լուկուլոսի զորքի քանակը զգալիորեն նվազել էր։ Այն բաղկացած էր հիմնականում հետևակային ստորաբաժանումներից եւ կազմում էր մոտ 30,000 մարդ։ Նրա հրամանատարության տակ կռվում էին մոտ 3 փորձառու լեգիոն իրենց օգնական ստորաբաժանումներով։ 68 թվականի սեպտեմբեր ամսին Լուկուլոսը ասավարածանի ի վերին գետանցը, որտեղ նրան անցել եւ արդեն բանակել էր Տիգրանի թեթևազեն եւ հիմնականում նետաձիգ հեծելազորը։ Տիգրանի զորքը կազմված էր ծանրազեն հեծյալներից, նետաձիգ հեծյալ մարդերից
ինչպես նաև իբերական եւ հայկական նիզակակիր ստորաբաժանումներից, որոնք հասան մարտի դաշտ ուշացումով եւ չմասնակցեցին ճակատամարտին։ Տիգրանի տրամադրության տակ գտնվող եւ կռվին մասնակցող զորքերի թիվը կազմում էր կրկին մոտ 30,000 մարդ։ Հայքի դաշնակից մարդերը լինելով ռազմատենչ լեռնացիներ, ապրում էին հիմնականում որսով եւ հավաքչությամբ։ Այդ իսկ պատճառով նրանց նետաձիգները հմտանում էին փոքր տարիքից եւ օգտագործում էին այսպես կոչված կոմպոզիտային կամ բաղադրյալ աղեղներ, որոնք այն ժամանակվա բարձրագույն տեխնոլոգիաներից էին եւ թույլ էին տալիս նետաձգություն վարել մինչեւ 300 մետր հեռավորության վրա։ Հիմնականում նետաձիգ հեծյալների ուղեկցությամբ Տիգրանը չէր կարող բաց ճակատամարտ տալ հռոմեացիներին։ Նա որոշեց օգտագործել իր առավելությունը արագաշարժ նետաձիգների մեջ եւ նետահարել հակառակորդին հեռավորություն պահպանելով։ Լուկուլոսը հասկանալով վտանգը հրամայեց լեգիոներներին անցնել գետը չխախտելով մարտակարգը։ Այդպիսով հռոմեական զորքը դարձավ խոցելի թևանցի քարվածների համար։ Նկատելով այս, Տիգրանի նետաձիգները սկսեցին պտտվել գետն անցնող հռոմեական միավորումների շուրջ եւ նետահարել նրանց թևերից։ Էստապիանոսի հայերը թիրախավորում էին լեգիոներների ոտքերը եւ ձեռքերը, որտեղ նրանք զրահավորված չէին։ Այն հռոմեական ցենտուրիաները, որոնք փորձում էին հետապնդել հեծյաններին կամ անցնել գետը, կտրվելով հիմնական զորքերից նետերի տարափի տակ կրում էին ծանր վիրավորումներ։ Ըստ Ապիանոսի, հայ նետաձիգները օգտագործում էին երկսայր նետեր, որոնք անհնար էր հեռացնել վերքից դաշտային պայմաններում, ինչպես նաև այս նետերը սովորաբար կոտրվում էին վերքում հետագայում առաջացնելով բորբոքումներ։ Այսպիսով Տիգրանը օգտագործում էր արևելյան ժողովուրդների համար սովորույթային հեծյալ նետաձիգների մարտավարությունը, ինչի շնորհիվ նրան հաջողվեց մեծ կորուստներ հասցնել թշնամուն։ Գետանցից հետո լեգիոներները սկսեցին հավաքվել այսպես կոչված հռոմեական կոգորտների մեջ եւ ձևավորեցին վահանների պատ, ինչից հետո հայկական մարտավարությունը դարձավ անիմաստ եւ Տիգրանը նահանջեց Արտաշատ։ Ըստ Եքարդի, կարճատև ճակատամարտի արդյունքում հռոմեական զորքը կորցրեց սպանված մոտ 500 զինվոր։ Միևնույն ժամանակ վիրավորների քանակը անհամեմատ մեծ էր, առավել քան 3000 մարդ։ Սիրելի դիտող, եթե ցանկանում ես աջակցել մեր նախնիների պատմության քարտեզագրական եւ անիմացիոն նկարագրմանը, բաժանորդագրվիր ալիքին եւ սեղմիր հավանել կոճակը։